Առաջիկա ազգային ժողովի ընտրություններին տեղեկանալով հանրապետական հաղթանակի մասին հայ ժողովուրդը մի անելիք ունի։ Կեղծիքները Մանվել Բադյանի ընտրությունների ժամանակ հնարավոր են, բայց դրա դեմ պետք է պայքարի ոչ թե իշխանությունը, այլ թեկնածուն կամ կուսակցությունը։ Եթե նա կոտրվում է, եթե նա կաշառվում է, եթե նա վախենում է, եթե նա հազար ուրիշ բաներ ասեն, ով պետք է իր գաղափարները առաջ տանի։ Նրան դիմախոս Արման Մելիքյանի կարծիքով հասարակությունը օտարված է ընտրական գործընթացից։ Մենք ունենք խմբավորումներ, որոնք պարզապես պայքար են մղում իշխանության մնալու կամ իշխանության գալու համար։ Մանվել Բադյանը համաձայն չէ, հասարակությունն ընտրում է իշխանություն, որն էլ որոշումներ է կայացնում նրա շահերից ելնելով։ Չի կարող Լենինի ասած կտվորուի մասնակցի։ Մաթեմատիկոս պատգամավորը այսօր դժվարանում է ասել, թե Հայ ազգային կոնգրեսը քանի տոկոս ձայն կհավաքի։ Չգիտեմ, ես վանգատատիկը չեմ որ ասեմ։ Արման Մելիքյանն ավելի ուրախ կլիներ, եթե քաղաքական ուժերը ընտրություններին չմասնակցեին, այլ անհատները, ու չի ընդունում, թե իբր մեծամասնականը կաշառքի լայն դաշտ է բացում։ Այն ու մարդիկ, որոնց մեղադրում են, թե իբր օլիգարխ են եւ այդ գումարներով խորհրդարան են մտնում մեծամասնականը, նույն գումարը եթե օգտագործեն համամասնականի մեջ չեն դառնա խորհրդարանի անդամ։ Նա ասում է, 40 գործարարի մուտքը խորհրդարան ավելի լավ է, քան 5 կուսակցապետերի կուսակցություններինը։ Մանվել Բադյանը համաձայն է, նա գործարար է եւ առաջադրվելու է մեծամասնականով։ Մայր Արշակյան, Արթուր Դևրիկյան, IPF